44-օրյա պատերազմի մեկնարկին Հադրութի Զորամասի հրետանավորներն իրենց զբաղեցրած դիրքերում մարտական առաջադրանք էին կատարում։ Նրանց ջարքում էր նաև ժամկետային զինծառայող Գոր Գարեգինի Եղիազարյանը։ Կատաղի մարտերի ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով Գորը զոհվել է։ Գոր Եղիազարյանի մահվան 5-րդ տարելիցին Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի բակերից մեկը բազմամարդ էր։ Գորի ընկերների, ընտանիքի բարեկամների եւ հարազատների ներկայությամբ բացվեց զինծառայողի հիշատակը հավերժացնելու համար կառուցվող հուշաղբյուրը։ Հադրութի դիրքերում ենք եղել։ Ես ու Գորովի եղել ենք հրետանավոր։ Արտի մեջ ենք թեժ պահել եղել է սկզբից մինչև առաջի օրերը, 10 օրերը։ Ինչքան սնարյադ կրակաց կրնենք։ Շոտ չեմ կարող հաշվել էլի քանակները։ Պատերազմի ժամանակ էլ դեպքից առաջ էլ դեպքից հետո էլ մինչև հիվանդանոց տանել է։ Եղել եմ Գորի հետ։ Շատ ծանր օրեր են, շատ ասենք 18 տարեկան տղու համար էլի։ Գորի դեպքը որ եղավ։ Աչքից առաջ է եղել։ Աչքից առաջ եղել, բայց շատ ցավոտ ա եղել, չեմ կարող։ Պատերազմի ժամանակ իրար հետ չենք եղել, բայց միշտ 24 ժամ իրար հետ ենք եղել, մենք նույն պրիզիվ ենք գնացել ու մեր ընկերությունը տենց էր ստացվել, որ ամեն մեկս մի վաշտից բայց մի հատ ընդհանուր գաղափարի շուրջ, որ մարդիկ հավաքվում են ու եթե այդ բանակում է, այդ մի հատ լրիվ ուրիշ ընկերություն է, էլի։ Գորը իսկական հայ տղու օրինակ էր, էլի, այն որ չգիտեմ Գորից մենք ամեն օր շփվել ենք իրար հետ ու ամեն օր ես իրոք սովորելու բան եմ ունեցել իրանից, ինչքան է մենք նույն հասակակից ընկերներ ենք եղել, ինքը մի հատ լրիվ ուրիշ էլի աշխարհայացքի տեր մարդ էր ու ինքը չգիտեմ, էլի, իրոք ես չեմ վախենա տենց եք ասեմ, այս երկրի համար շատ կարևոր մարդ կարար լիներ ինքը։ Որովհետև իր մտածելակերպը ստանդարտներից դուրս էր, էլի, Գորին կորցրել եմ ու կորցրել եմ էլի շատ ու շատ ընկերներ, Մխոն, Ռիժիկը, Յուրոն ու մանչս շատ ընկերներ եմ կորցրել ու չգիտեմ, էլի, էդի պատկերացնելու բան չի։ Գորի դեպքի հանգամանքներից Գորն ու Յուրոն գիտեմ, որ իրար հետ են եղել ու շատ ուժեղ են կռվել իրանք, իրոք շատ ուժեղ են կռվել։ Այն տղեկն են եղել, որ չկարացել են, էլի ամեն ձև էլ կարային հետ գային, բայց մինչև վերջը մնացել ու կռվել են։ Գորը այն որ շատ հանգիստ էր, էլի ինքը, ինչքան էլ չգիտեմ մենք էմոցիաներով եւ այլ, ինքը այն որ շատ հանգիստ ու ինքը իր տարիքի համեմատ շատ հասուն տղա էր, էլի, թե գաղափարապես, թե իր ապրելակերպով, թե իր տեսած կյանքի փորձով ինքը շատ էր տարբերվում, չգիտեմ, տենց կային մարդիկ, որ հա միշտ տենց, չգիտեմ, կապը պահեին, զանգեին, ինչ-որ մի բան մեկից հարցնեին, որ սենց։ Գորը այն որ կյանքին պատրաստի տղա էր արդեն։ Ասում եմ ինքը այն տղեն էր, որ մեր ընկերը լինելով, մեր հետ հավասար լինելով, իմ մեկը ես ամեն օր սովորելու բան եմ ունեցել իրանից։ Գոր Եղիազարյանը Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով, ինչպես նաև արժանացել է մի շարք այլ պարգևների։